Բարև ձեզ VCAM-ի հարգելի հետևորդներ, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը եւ քարոզչության այս օրերին շատ կարեւոր է կուսակցությունների կարծիքները եւ հատկապես այն կարծիքները, որոնք կարող են տրամադրություն փոխել հասարակության մոտ։ Այսօր զրուցելու ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության 3-րդ համար Լույսե Սարգսյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Սարգսյան, կուսակցությունում 3-րդ համարն եք եւ կին ներկայացուցիչ։ Որքան կարեւոր է հենց կին ներկայացուցիչ ունենալ։ Շատ կարևոր է, հարգելի Աննա, բայց նաեւ մի էսպիսի բան կա, ես դա դեռ ասել եմ 17 թվականին, երբ նորից ազգային ժողովում էի, որ կանայք պետք է շատ լուրջ ընկալեն իրենց դերն ու նշանակությունը ընդհանրապես քաղաքականության մեջ եւ առավել եւս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, որովհետեւ դա լոկ գենդերային քվոտա չի, որը պարբերաբար ըստ օրենքի փոխվում է, առաջ երևի հիշում եք ամեն 4-րդն էր, հիմա ամեն 3-րդն է, օրենքի պահանջ է, բայց նաև ես գտնում եմ, որ քաղաքականության մեջ ավելի կինը պետք է բերի զսպում, բալանսավորված քաղաքականության կողմնակից լինի, ինչը ցավոք սրտի մենք վերջին տարիներին Հայաստանում չենք տեսնում, ազգային ժողովում կանանց թիվը ավելացավ, բայց ագրեսիան չնվազեց եւ ավելի շատ ավելացավ, բառամթերքը չփոխվեց, ինչը ցավում եմ շատ, բայց այդպես է։ Եթե լինեք արդեն նոր ձևավորվող խորհրդարանի անդամ, ինչպես եք պատկերացնում այդ բալանսավորումը։ Դրա վերաբերյալ պետք է լուրջ աշխատանքներ տանել, բայց նաև կարծում եմ, որ ամեն падգամավոր ինքը իր գործունեությամբ եւ ինչը վերաբերում է խոսքին, այն խոսքին, որը ինքը արտաբերում է։ Վերջին տարիներին Հայաստանում եւ առավել եւս հիմա նորից քարոզարշավը մեկնարկեց եւ մենք դրան ականատես ենք լինում, են գիտեք, ժամանակակից լեզվաբանության մեջ հիմա այդպես ուղղություն կա, էլի էկոլոգիա, յզիկա, այդ էկոլոգիան մեզ մոտ բոլորովին խախտված է, մենք մաքուր բառամթերք չունենք եւ այո, падգամավորը ինքը եւ առավել եւս կին քաղաքական գործիչը պետք է իրենց խոսքին, տառին, բառին, ստորակետին հաշվետու լինեն եւ հասկանան, թե երկրի առաջին ամբիոնից ինչ են հնչեցնում եւ ընդհանրապես հիմա նաեւ քարոզարշավի ընթացքում։ Ինչն է, որ նյարդայնացնում էր ձեզ արդեն եղած այս խորհրդարանը։ Գիտեք, ոչ թե նյարդայնացնելը մեղմ է ասած, նյարդայնացնելը նաեւ որ խորհրդարանը 5 տարի դուք տեսնում եք, որ հիմնականում եղավ ինչ որ անձնական հաշվեհարդարների, վիրավորանքների տիրույթ, բռնության, մենք երբեք սպասում ենք, որ կին падգամավորի կարողա, չգիտեմ, այդ խոսքերով կամ հետո ձեռքերից բռնեն անվտանգությունը հանի դուրս, եթե այն ինչ որ ինչպես ասում են, ամեն գործընթացում պետք է լինի իր OGG-ն, հա, օգտակար գործողության գործակիցը։ Հիմա եթե մենք այսենց հետհայաց ուղենք եւ հասկանանք 5 տարվա այս խորհրդարանը ինչ արդյունք բերեց Հայաստանի Հանրապետությանը, ինչ արդյունք բերեց հայ ժողովրդին, որն էր OGG-ն, ինչ օրենքներ ընդունվեցին, ինչ նախագծեր եղան, որոնք այսօր ծառայելու են շարքային հայ մարդուն։ Հասկանում եք, այդ պառակտվածությունը եւ հասարակության մեջ է, եւ խորհրդարանում է, ամենուրեք է, այդ ագրեսիան, այդ պիտակավորումը, այդ ավելորդ խոսքերը, ես կարծում եմ, որ այսօր քաղաքացին հոգնել է դրանից, էլի, եւ դրա լուծումները պետք է գտնել անպայման։ Այս ներքին համերաշխությունը պետք է դառնա մեր երկրի այսօր կարևորագույն հարցը եւ դրա լուծման ճանապարհները մենք բոլորս պիտի գտնենք եւ հաղթահարենք։ Տիկին Սարգսյան, քաղաքացին, որը հունիսի 7-ին պետք է գնա ընտրության, ինչպիսի խորհրդարանի պատկերով պիտի գնա, ինչ է ուզում քարոզարշավի ընթացքում ձեզ հետ կիսվել են, ինչպիսի խորհրդարան են իրենք ուզում եւ արդյոք պատրաստ է Բարգավաճ Հայաստանը տալ նրանց դա։ Այս ընտրությունները
ինչպես ասում են, լրիվ այլ բանի մասին է եւ ես հասկանում եմ, որ քաղաքացին այսօր գիտակցում է դա։ Ես նույնիսկ անցած անգամ մի առիթով եւս ասեցի, որ ես հիմա երանությամբ եմ նայում նախորդ տարիների քարոզարշավներին, թե ինչի մասին էինք մենք խոսում կամ ինչ հարցեր էին կարևորագույնը։ Քաղաքացին այսօր պետք է հասկանա, որ ինքը ընտրում է կամ երաշխավորված խաղաղության միջև կամ անընդհատ զիջումների։ Ինքը պետք է հասկանա, որ ընտրում է Հայաստանի եւ Արևմտյան Ադրբեջանի միջև եւ ի վերջո պետք է հասկանա, որ պիտի լինի կամ Նիկոլ կամ Հայաստան, որովհետև էլ արդեն այս տարբերակը, որ կիրառվում է Նիկոլի Հայաստան, դա չի աշխատում։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները դա հասկանում են եւ այստեղ ամենակարևորն է, որովհետև շատ մարդիկ կան, որ ուժեղ հիասթափություն ունեն ամեն ինչից, ինչը ես նաեւ հասկանում եմ ինչու է, բայց այստեղ կարևորը, որ իրենք այդ օրը գնան ընտրատեղամաս եւ կատարեն իրենց քվեարկությունը։ Դուք ասում եք, առաջարկում եք երաշխավորված խաղաղություն, իշխող ուժն ասում է, որ արդեն խաղաղություն է եւ պարզապես պետք է տեր կանգնել այդ խաղաղությանը։ Որտեղ է այդ խաղաղությունը։ Այո, իշխող ուժը ասում է խաղաղություն է, բայց սպառնում է ժողովրդին պատերազմով։ Իշխող ուժը ասում է, եթե ես չլինեմ, չի ասում ուժը, մի անձնյա, ասում է, եթե ես չլինեմ, երկրում կլինի պատերազմ։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները պարզ տեսնում են եւ հասկանում են, որ սա նույն 18 թվի շարունակությունն է, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա էլ կամ ես կլինեմ վարչապետ, կամ էլ Հայաստանում կլինի պատերազմ։ Տեսեք, իրենք ասում են, եթե մենք չլինենք, կլինի պատերազմ, իսկ եթե իրենք լինեն, ինչ կլինի։ Կլինի Արևմտյան Ադրբեջան։ Հայաստան չի լինի ուղղակի, եւ դա արդեն ակնհայտ է։ Կլինեն 300,000 այստեղ բնակվող ադրբեջանցիներ։ Ժողովուրդը դա լուրջ պետք է տեսնի եւ գիտակցի, հասկանում եք, այսօր դեռ Հայաստանի սուվերեն տարածքում նստած են ադրբեջանցիք, ադրբեջանական ղեկավարության խոսույթը ագրեսիայից ոչ մի վարքյան չի նվազում, նրանք շարունակում են սպառնալիքի լեզվով մեզ հետ խոսել, նրանք ասում են, որ 300,000 ադրբեջանցի չեն էլ ասում բնակեցվել, վերաբնակեցում, շարունակում են Արցախի տարածքում բնաջնջել ոչ միայն մեր պատմամշակութային արժեքները, ես 3 նորից կարդացի մամուլում ծանոթացա, որ էլի գերեզմաներ են պղծել եւ ինչքան մեր զինվորների հուշաքարերը կոտրած թափա, որտեղ է այդ խաղաղությունը եւ որ լեզվով են խոսում։ Խաղաղությունը ստեղ անդադար զիջումների քաղաքականություն է մեր կողմից, այսինքն չարի վերջն է։ Այս մի կկուն էլ դուր ծառը չեմ կտրի։ Տեսեք, ազգային ժողովի նախագահան հայտարարում է, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է, մենք էլ իր։ Ինչպես է այդ ձևակերպումը եւ ձեր ասացի հետ որքանով է համընկնում։ Այդպիսի բան չի կարող լինել։ Ինչպես կարող է Ադրբեջանը լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին, պետք է գիտակցենք եւ մեր քաղաքական ուժը, մեր կուսակցությունը եւ ծրագիրը ասում են այն մասին, որ երաշխավորված խաղաղությունը դա պայմանավորվածություններ չեն, դա պետության մակարդակով պարտավորվածություններ են, այլ ավելի ուրիշ գերտերությունների երաշխիքների ներքո։ Չի կարող Ադրբեջանը լինել Հայաստանի Հանրապետության երաշխավորը, շարունակել բնաջնջել հայկական պատմամշակութային արժեքները, խոսել ադրբեջանցիների վերաբնակեցման մասին, ռազմագերիներին պահել Ադրբեջանում, նրանց անվանել ռազմական հանցագործներ, սեպարատիստներ անվանել մեր հայրենակիցներին եւ դրանով գնանք դեպի խաղաղություն եւ համարենք, որ նրանք խաղաղության երաշխավոր են։ Պաշտպանության նախարարն ասում է չեն կրակում, սահմաններում կրակոցներ չկան։ Հենց դա է խաղաղությունը։ Չկրակելը դա խաղաղություն է։ Չկրակելը դա դեռ խաղաղություն չէ։ Դա խաղաղության պատրանք է եւ մենք չգիտենք այդ չկրակելը ինչով է պայմանավորված։ Չեն կրակում, որովհետեւ մինչեւ այս փուլը համենայն դեպս ինչ ասում են, ինչ ուզել են, ստացել են։
ինչ ուզել են, ստացել են։ Եվ այդ դեպքում չի աշխատում դիվանագիտական դպրոցն էլ, ինչպես ասում են, իրենց չի աշխատում։ Դե իհարկե հիմա ցանկության դեպքում, եթե մարդը կարողանում է առանց ոչ մի խնդրի ստանալ եւ նաեւ շարունակել այդ լեքսիկոնով, այդ բառամթերքով խոսել հայ ժողովրդի մասին եւ շատ հաճախ էլ ծափողջունների արժանանա եւ thank you ասվի, իհարկե խաղաղություն։ Դուք այլ կերտերության, խաղաղության, երաշխավորության մասին եք խոսում։ Այս պահին իշխանությունն ասում է, որ մեզ այլևս տերեր պետք չեն, ոչ Արևմուտքն է հարկավոր, ոչ Ռուսաստանն է հարկավոր։ Մենք երկու կողմով կարող ենք ուղղակի նստել Ադրբեջանի հետ խոսել եւ երկկողմանի խաղաղություն ունենալ։ Այդ երաշխիքները գերտերությունների մեզ պետք չեն։ Ինչով են կարևոր դրանք։ Դե գիտեք, շատ վատ է, որ մի երկրի, մի պետության լուրջ դիվանագիտական հարցերը իջեցվում են կենցաղային մակարդակի եւ այդ երաշխավորները անվանվում են տերեր։ Ինչի մասին է խոսքը։ Երաշխավորները, այո, դրանք գերտերություններ են եւ այսօր մեզ կյանքը ցույց է տալիս այսօրվա այս աշխարհաքաղաքական փոփոխությունները, բազմաթիվ պատերազմները, Իրանի նման հզոր երկիրը, որը այս երկարատև ժամանակ պայքարում է, ԱՄՆ-ն ասես թե որոշել էր, որ 5 օրում, ինչպես ասում են, Իրանի հարցերը պետք է լուծվի, Իրանի նման գերտերությունը 90 միլիոն բնակչություն ունի, չէ՞։ Ասում է ես սա կստորագրեմ կամ սրա մասին կխոսենք, բայց ինձ պետք են երաշխիքներ։ Եվ դա բոլորովին տերերի մասին չի խոսքը։ Մեզ մոտ ընդհանրապես այն ամենաբարձր պետական մակարդակի հարցերը իջեցվել են կենցաղային մակարդակի։ Ամեն ինչով են իջեցվել կենցաղային մակարդակի։ Եվ խոսույթն է կենցաղային, եւ գործողությունները, եւ պատկերացումները այդ ամեն ինչի մասին։ Իշխանությունն ասում է, որ նախկին իշխանությունների, նախկին քաղաքական գործիչների պատկերացումներն են արտաքին քաղաքականության մասին բավականին թերի եւ իրենք չեն գիտակցում, որ հիմա աշխարհակարգը փոխվել է։ Այս աշխարհակարգում մեզ երաշխավորներ պետք են։ Երաշխավորները անհրաժեշտ են մեզ հենց հիմա այս աշխարհակարգում եւ այն վիճակում, ինչպիսին հիմա գտնվում է Հայաստանը։ Եվ ընդհանրապես այդ նախկին քաղաքական գործիչներից կարող են մի քիչ այս կողմ գալ, 8 տարի իրենք այս երկրում իշխանություն են եւ այսօր նորից մեկնարկած է քարոզարշավը, հայ ժողովուրդը հունիսի 7-ին նորից պետք է գնա ընտրությունների, լավ չի լինի, որ մի հատ խոսենք, թե այս 8 տարվա ընթացքում իրենք ինչ արեցին, ինչ ունեինք, ինչ ունենք, ուր էինք, ուր հասանք եւ ուր ենք գնում։ Եվ ինչ ենք կորցրել։ Մենք իրենք հարցնում են 8 տարում ինչ է կորցրել։ Արցախը մերը չի եղել դրա համար իրենց են տվել, Հայաստանը գտել ենք։ Դե հասկանում եք 8 տարի առաջ մարդիկ իշխանության էին գալիս եւ հենց Արցախի հողում բացականչում էին Արցախը Հայաստան է եւ վերջ։ Պարում էին, ուտում էին, 21 թվականին էլ դեռ ասում էին, որ ապագա կա եւ մենք պետք է դեօկուպացնենք օկուպացված տարածքները Արցախի։ Հիմա կարգախոս էր ապագա կա եւ ես ուզում եմ, որ այսօր հայ մարդը մտածի այդ 5 տարվա ժամանակային հատվածում, որ այդ ապագան պիտի գար։ Որն էր այդ ապագան, ինչ տեսանք մենք այդ 5 տարվա ընթացքում, Արցախը ամբողջովին կորցրեցինք, Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցին այսօր նստած է, հայ մարդը ապրում է բարիս բուն իմաստով անորոշության մեջ։ Ես չեմ կարծում, որ հիմա կա այնպիսի հայ մարդ, ով նույնիսկ իրեն ցույց է տալիս մոլիքը պեական, որ վստահաբար այսօր քնում է եւ մտածում է, որ ինքը այնքան լավ է, ապահով է, ինքը վաղը կարթնանա այստեղ եւ կշարունակի ապրել։ Որտեղ մենք ոչ մի բանի երաշխիք այսօր չունենք, անվտանգության, վաղվա ապագայի նկատմամբ, եթե ես շատ եմ շփվում շարքային քաղաքացիների հետ, անընդհատ այդ խոսույթը կա, մի հատ տեսնենք վաղը ինչ է լինելու, ինչը շատ վատ է, ինչը բոլորովին նորմալ չէ, առավել եւս
հայ մարդու պարագայում դա նորմալ չէ, ով միշտ ձգտումներ է ունեցել ապրել, իր բնորանում ապրել, երկարատև ծրագրեր ունենալ, իր ընտանիքի, իր գերդաստանի, իր երեխաների հետ կապված, այսօր դա մեզանում չկա, մենք թիթեռի կյանք ենք ապրում, այսօր էլ քնենք արթնանանք, տեսնենք վաղը ինչ կլինի, ու իհարկե այդ սպասումների մեջ լավը չկա, անընդհատ ինչ-որ այդ վատի, վախերի, այդ խեղճության սպասումներով, թե ինչ է լինելու, դա իսպար պետք է վերացվի, այսպես հնարավոր չի էլի, որ մի ամբողջ երկիր, մի ամբողջ ժողովուրդ անընդհատ այդպես այդ հոգեվիճակում ապրեն։ Այդ անորոշությունը ինչպես է ազդում տնտեսության, բիզնեսի վրա։ Հարգելի Աննա, ես կարծում եմ, որ անորոշությունը չկա հիմա այդպիսի բնագավառ, որ չազդի, եւ բիզնեսը առավել եւս, որտեղ մենք ինչպես գիտենք, այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով եւ գիտակ են, միշտ ասում են դրա մասին, որ բիզնեսը սիրում է կայունություն, եւ դա այսօր ազդում է ոչ միայն մեր ներքին շուկայի, այսինքն այստեղ բիզնեսմենների, գործող բիզնեսմենների գործունեության վրա, այլ նաեւ արտաքին աշխարհի, որտեղ եթե մենք խոսում ենք ներդրումներից, հա, ինվեստիցիաներից, ոչ մի լուրջ բիզնեսմեն, եթե տեսնում է, որ միտեղ անընդհատ վիճակը այսպիսինն է եւ չկա կայունություն, ինքը այստեղ լուրջ ներդրումներ չի անի։ Ձեր կուսակցության առաջնորդը քաղաքացիներին խոշոր ներդրումներ է խոստանում։ Միայն ձեր իշխանության պարագայում է հնարավոր, այս իշխանության պարագայում եւ ինչպես եք դա պատկերացնում։ Իհարկե, մեր տնտեսական բլոկը առաջինը խոսում է նրա մասին, որ մենք պետք է ունենանք մեգա նախագծեր, որովհետեւ այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանում այդպիսի մեգա նախագծեր չկան, չեն գործում, հիմնականում այդպես այդ սպառողական է, հա, ամեն ինչը եւ առաջինը այո բնականաբար առաջին ծրագիրը մեգա նախագիծը դա հատիս նախագիծն է Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցումը, որը ընթացքի մեջ է եւ երևի դուք էլ հետեւում եք ու ականատեսեք թե ինչ մեծ թափով դա տեղի է ունենում, մեր քաղաքացիները ինչքանով են ընդգրկված այդտեղ, նույնիսկ այս ինչպես ասում են, այս խառը ժամանակները գրեթե այդպիսի օր չկա, որ մեր քաղաքացիների մի մեծ բանակ սկսված թոշակառուներից, երիտասարդներից, երեք ես տեսա դերասաններ էին բարձացել, տարբեր խավի հետաքրքրությունների տեր մարդիկ իսկապես բարձրանում են, որ իրենց մի փոքր լուման եւ ներդրումը ունենան այդ աշխատանքների մեջ եւ իհարկե այո նաեւ դրանից հետո նորից տնտեսական լուրջ դե արդեն հատիսը ընթացքի մեջ է եւ անկախ նրանից մենք իշխանություն ենք թե ոչ դա իր ավարտին բնականաբար հասնելու է եւ հաջորդ տարի վստահաբար արդեն արձանի բացումը տեղի կունենա, իսկ մնացածը այո կողմնակից է ուժի ղեկավարը մեր ծրագրում դա ընդգրկված է Հայաստանը, որպիսի այսօր ունենա լուրջ տնտեսական աճ, որպիսի աշխատատեղեր ապահովենք, այսինքն դա պարզապես հնարավոր չի ասել աշխատատեղերը կլինեն ինչի հիման վրա պետք են տնտեսական լուրջ մեգա նախագծեր։ Նիկոլ Փաշինյանը անձամբ մեղադրում է Գագիկ Ծառուկյանին, ասելով, որ դուք ունեք, այսինքն օլիգարխ եք եւ պատերազմի եռագլուխ դևերից մեկը նաեւ հենց ձեր կուսակցության առաջնորդն է։ Կարող եք սա նորությանը ներկայացնել, որ այդպես չէ եւ ի վերջո ինչու է հենց այդ եռագլուխ դևերից մեկ Գագիկ Ծառուկյանը։ Տեսեք, ինձ թվում է, որ արդեն քարոզարշավի 5-րդ օրն է, հա, մեկնարկել է, հանրությունը ինքը շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում, որտեվ ես այսօր էլ առավոտյան մինչ այստեղ գալը 3 կարդում եմ արձագանքներ քարոզարշավի վերաբերյալ եւ շատ տարբեր մարդիկ իրենց կարծիքը արտահայտում են, որ ինչքան ընդդիմության հենց Բարգավաճ Հայաստան կուսակցության մոտ եւ Գագիկ Ծառուկյանի կարողանում է կոնսոլիդացնել իր ընտրազանգվածը, ինչքան դրական էներգետիկայով է անցնում քարոզարշավը, գիտեք մենք մեկնարկել ենք քարոզարշավը առաջարկ Հայաստանին ծրագրով, ներկայացնելով մեր ժողովրդին առաջարկ Հայաստանին ծրագիրը, որը հենց պետք է ասեմ ստեղծված է մեր ժողովրդի կողմից, որովհետև դեռ 25 թվականի մայիս ամսին
Պարոն Ծառուկյանը ազդարարեց այդ ծրագրի գործընթացի մասին, խոսեց նրա մասին, որ ծրագիրը լինելու է վերկուսակցական, որ այսօր երկիրը ունի շատ լուրջ խնդիրներ եւ մարտահրավերներ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր տարբեր ոլորտներում իրենց գիտակ են համարում եւ ցանկություն ունեն այդ ծրագրային դրույթներում ինչ որ ներդրում ունենալ, ասեց, որ պատրաստ ենք լսել, համագործակցել։ Ծրագիրը գրեց շարքային քաղաքացին, գրեց այն առումով, որ այս 1 տարվա ընթացքում առաջարկ Հայաստանին ծրագրի մեծ թիմը, որոնք մարդիկ, ովքեր նորից նշում եմ, պարտադիր չի, որ կուսակցական լինեին, նրանք ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ էին, այլ իրենց ոլորտներում, տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մարդիկ հանդիպել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, գյուղերում, Երևանում, տարբեր խավի, սոցիալական խավի, կրթության, հետաքրքրության տեր մարդկանց հետ, գույքագրել ենք նրանց խնդիրները, թե ինչ է ուզում այսօր Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, եւ դրա արդյունքում իսկապես ստացել ենք լավագույն ծրագիր, որը ես այսօր անհամեստություն չլինի, բրենդային եմ համարում քաղաքական դաշտում, մենք մեր գործընթացը շատ ավելի շուտ էինք սկսել, քան կմեկնարկեր քարոզարշավը, եւ ես այսօր տեսնում եմ, որ մեր ծրագիրը մտել է եւ քաղաքական, եւ հանրային օրակարգ, ինչի համար շատ ուրախ եմ, որ նույնիսկ այլ ուժեր էլ ընդդիմադիր որոշ կետեր այդ ծրագրի դրույթների մասին խոսում են եւ նաեւ իրենց ծրագրերում, այնպես որ գիտեք, մենք սկսել էինք ծրագրով, ամսի 8-ին մեր ուժի ղեկավար պարոն Գագիկ Ծառուկյանը նաև նորից նշեց, որ ներկայացրեք մարդկանց ծրագիրը, երբեք հանգարց վիրավորանքների դաշտ, անձնական վիրավորանքների դաշտ առավել եւս չմտնեք եւ այսօր մենք տեսնում ենք, որ առաջարկ Հայաստանին ծրագիրը իսկապես կիրառական արդեն փուլում է, ինքը իր այդ կիրառականությունը ստացել է, այդ գործընթացը գնացել է եւ միգուցե դա մարդկանց նյարդայնացնում է, ես դա հասկանում եմ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնում է, որ իշխող ուժը հենց այդ ագրեսիայով էլ սկսել է քարոզարշավը, որտեվ եթե մենք ուշադիր լինենք, ծրագրային դրույթ չկա, դիսկուրս չկա, հաստարկված դիսկուրս չկա, յուրաքանչյուր ոլորտում, ոչ միայն քաղաքականության, եթե դու ունես ընդդիմախոս, լինի դա գիտություն, չգիտեմ, այլ ոլորտ, դու պետք է կարողանաս լսել ընդդիմախոսին, պատասխանել նրա հարցերին կամ ներկայացնել քո տեսակետը։ Հիմա իշխող ուժը քարոզարշավը սկսել է, եռագլուխ դև, հետո արդեն պատերազմ խաղաղություն, մի պահ զգացին երևի թե որ դա էլ արդեն չի անցնում ժողովրդի մոտ, մի 2 օր արդեն ֆիքսված էին հենց Արցախի թեմայի վրա, եւ չգիտեմ, այնպես բաներ էին խոսում Ղարաբաղից, ես նայում եմ ոչ միայն վարչապետը, այլ նաև թիմագիծները ելույթներ են ունենում, այսինքն ոնց հայ ժողովրդին այսօր ասում են, որ քո բոլոր դժբախտությունների պատճառը դա նա է, որ դու հայրենիք ես ունեցել եւ ազատագրված Արցախ ես ունեցել։ Ես հիմա չգիտեմ, եթե օրինակ Ադրբեջանում հանրահավաքներ լինեն, այդպիսի թեզեր կհնչեն, թե ոչ։ Ասում եք ծրագրային դրույթներ չեն նշում, 21 թվականին նշեցին, հիմա ասում եք չեն կատարել։ 21 թվականին ասում էին անջատում հանուն փրկության, ասում էին, որ Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա կունենանք, Արցախում 100 տուն կկառուցենք, դե հետո ասացին չի ստացվել։ Ու եթե քաղաքացիների դուրը չի գալիս, կարող են հեղափոխություն անել։ Հարգելի Աննա, նույն ձևով նրանք ասում էին COVID-ը ում շունն է, կներեք արտահայտությանս ոչ եթերային, բայց ցիտում եմ, որպեսզի կարողանա մեզ հաղթել, պինցետով կհանենք COVID-ը, հետո ստացվեց, որ մենք այդ COVID-ի ընթացքում ամենամեծ տոկոսով մահերը ունեցանք այս փոքր երկրի համար, այսինքն ինչ են ձեռնարկել, որ նախապես խոսել են, Արցախից խոսում էին, որ ինչ խնդիր, պատերազմի բոլոր գործողությունները տապալեցին, ասում էին, թող մարդիկ իրենց տանը ով ինչ կասկա ունի, չգիտեմ ինչ ունի, հագուստ ունի, վեր կանագա, եւ հիմա տեսնում եք, որ էլի ես երեք հետևում եմ, շարքային քաղաքացիներ մոտենում են, ասում են,
ճիշտ կլինի, որ ձեր ուժը հեռանա, որովհետև դուք Արցախ եք տվել, դուք Արցախ եք հանձնել, պատերազմ ենք պարտվել եւ այլն։ Եվ էլի տեսնում եք, եթե քաղաքական ուժերից է վերանում են, հիմա էլ արդեն անհատ քաղաքացիների, այդ երիտասարդին ասվում էր, իսկ դու գնացել ես այդ օրերին օրինակ Արցախ։ Մեկ ասում են Ղարաբաղը մեր ամենամեծ խնդիրն էր, վերջացրեցինք բոլոր խնդիրներից վերջացանք։ Հետո այսինքն ոչ մի հակափաստարկ այնպիսի տպավորություն է, որ կարգախոսը պետք է լինի, ով մեզ հետ չէ, նա մեր թշնամին է։ Այդպես է ստացվում, ով մեզ հետ չէ, նա մեր թշնամին է, եւ դա ոչ միայն ընդդիմադիր դաշտի կուսակցություններն են, այլ շարքային ՀՀ քաղաքացին, ով հանդգնում է մոտենալ եւ ոչ միայն ծափահարել ու ժպտալ, այլ ասենք իր ոչ թե նույնիսկ դժգոհությունը, մտահոգությունը որևէ հարցում հայտնել։ Իսկ մեր ուժին կամ անձամբ Գագիկ Ծառուկյանին պատերազմի, ես գիտեք հետևում եմ Քարոզ Արշավին, այն օրը մենք Շենգավիթ վարչական համայնքում էինք, անկեղծորեն եմ ասում, առանց հաշիվս կորցնելու, ես հաշվել եմ երևի մոտ 200 պատանի, դպրոցական եւ երիտասարդ, իդեպ պետք է ասեմ, որ այս տարի մեր Քարոզ Արշավի մեջ շատ մեծ դեր ունեն, երիտասարդները շատ ակտիվ են, շատ ուզում են մեր կուսակցության հետ աշխատել եւ երևի այդ ընթացքը, որ մենք քայլում ենք Շենգավիթ վարչական շրջանում, ես նույնիսկ Ծառուկյանին այդ բանը ասեցի, ասի գիտեք, արդեն ոնց որ մոտավոր հաշվում եմ, երևի 200 երեխա ձեզ հետ նկարվեց այս ընթացքում, ոգևորված, նրան ինչ-որ սպորտից են հարցեր տալիս, իր կերպարով ոգևորված եւ նաեւ ազդել է հենց դպրոցականների վրա, կարծում եմ այն միտքը, որ պարոն Ծառուկյանը հնչեցրեց ամսի 8-ին, որ ասաց մայիսյան տոները մեզանից խլեցին ցավոք սրտի, մենք մայիսյան տոներ ունեինք, եռատոն ունեինք եւ մայիս ամիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս էր, բայց մնացել է մի մեծ տոն, որը պետք է նշենք ամեն տարի, դա դպրոցականների վերջին զանգն է եւ ասեց եկեք որոշենք, որ այս տարի դպրոցականների վերջին զանգը պետք է ազդարարի մեր հայրենիքի հայ ժողովրդի վերածննդի առաջին զանգը։ Այնպես որ հարգելի Աննա, մենք խոսում ենք համերաշխությունից, վերածննդից, մարդիկ մեզ միանում են, ժպտում են, նկարվում են եւ ամեն ինչ ավելի քան պարզ է եւ ակնհայտ։ Ինչ խորհուրդ կտաք այն քաղաքացուն, որ հունիսի 7-ին պետք է ընդրատեղամաս գնա։ Նախ ես խնդրում եմ, հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիներին առաջին հերթին գնալ ընդրատեղամաս։ Ես շատ ցավով եմ տանում այն քաղաքացիների, այն զանգվածը, ովքեր հաճախ ասում են, այնքան ամեն ինչից հոգնել եմ եւ ընտրության չեմ գնալու։ Բայց ես նախ ուզում եմ խնդրել, որ առաջին հերթին գնան ընտրության եւ հետո իսկապես մտածեն, ուզում են երաշխավորված խաղաղություն, թե անverջ զիջումներ։ Ուզում են ապրել ներքին համերաշխություն ունեցող երկրում, որովհետև պառակտված հասարակությունները ամենախոցելին են։ Իրենք խոցելի են ոչ միայն ներքին իրենց կառուցվածքում, այլ արտաքին աշխարհի համար էլ իրենք խոցելի են։ Արտաքին աշխարհը եւ առավել եւս մեր հարևանները շատ պարզ տեսնում են եւ հասկանում են, որ երբ որ հասարակությունը պառակտված է, ինքը շատ խոցելի է եւ շատ հեշտ ճանապարհներով կարելի է այդ հասարակությանը ամեն ինչ թելադրել, հաղթել եւ ուզած են կարմիր գծերն էլ անցնել, ամեն ինչ հնարավոր է։ Այսինքն մենք պետք է հաղթահարենք այս խեղճությունը, ապրենք երաշխավորված խաղաղությամբ, Բարգավաճ Հայաստանում։ Կուզեի, որ քաղաքացին դա մտածեր եւ եթե դրա կողմնակիցն է, անպայման հունիսի 7-ին քվեարկեր համար 7-ին։
Շնորհակալություն շատ հետաքրքիր եւ արդյունավետ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Բարգավաճ Հայաստան կուսակցության 3-րդ համար Լուիզա Սարգսյանը։ Մենք զրուցում էինք ներքաղաքական իրավիճակների եւ արդեն մեկնարկած նախընտրական քարոզարշավի մասին։